Մեր Տեր Աստվածը մեզ օրհնի եւ օրհնել է, որ այս խաղաղ ժամերը պարգևել է մեզ, հավատում եմ նաեւ իր ներկայությամբ ամեն մեկիս վրա իր ներգործությամբ, իր ազդեցությամբ օրհնելու է, որ մենք կարողանանք մեր անելիքը ավելի խորը հասկանալ։ Աստված իր բաժինը անում է մեզ համար անմնացորդ, նրան լինի փառք հավիտյան։ Այսպես են վերնագրել խոսքը, փրկությունը հավատքով է։ Աստված մարդուն ստեղծեց, մինչ մարդուն ստեղծել է երկինք, երկիր, ամեն ինչ ստեղծեց, վերջում մարդուն ստեղծեց եւ գիտեք այդ պատմությունը դրեց դրախտում եւ այնտեղ կար կենաց ծառը եւ բարի ու չարի գիտության ծառը։ Արգելված էր բարի եւ չարի գիտության ծառից մարդը ուտեր, բայց երբ որ մեղանչեց, կերավ, շատ բան փոխվեց մարդու մոտ, ոտից գլուխ մարդու էությունը փոխվեց, ոչ միայն իր վրա անեծք եկավ, նաև երկրի վրա անեծք եկավ, մարդու ողջ էությունը փոխվեց։ Աստված մարդուն փրկության համար որոշումը իր ասեց, որ մեկը պիտի ծնվի, որ միայն մայր է ունենալու, կնոջից ծնվածը կջախջախե օձի գլուխը, այդ հաղթությունը այդ մեկով կլինի, որն էր Հիսուս Քրիստոսը։ Մարդիկ մեղքից, անհաջողությունից, անեծքից մարդուն փրկելու տարբեր ճանապարհներ են առաջարկում, որոնք իրականում խաբկանք են, ելք չեն, դրանք ճշմարիտ ճանապարհներ չեն, այլ իրականում ավելի վատ, ավելի լավ էր չլիներ դրանք, որ շատ մարդիկ մոլորվեցին այդ սուտ ճանապարհներից, առաջարկված սուտ ճանապարհներից եւ իրական փրկության ճանապարհը չընդունեցին։ Իրականում մարդուն փրկագին տալը շատ ծանր քին է։ Նախ որ մեղքը դեռ մենք էլ ինձանից սկսած դժվարանում ենք խորը հասկանալ մեղքը ինչ ծանրություն ունի, ինչ վատ հետևանք, ինչ վատ բան է։ Մեկ մեղքի պատճառով, եթե մեկ մեղքի պատճառով մարդու ողջ էությունը փոխվեց, երկրի վրա անեծք եկավ, մարդու պատճառով անեծք եկավ, այս գազանությունը եւ գազանների հոշոտել իրար չկար, ամեն բան բարի էր, մեկ մեղքի պատճառով եղավ։ Գոնե սա պետք է մեզ հուշի, որ մեղքը ինչ ծանր հետևանք է թողնում, մեղքի գին հատուցելը դա շատ ծանր հարց է։ Նաև մարդուն փրկել, մարդը ինքը թանկ է, Աստծո պատկերով ստեղծված մարդ, որ շատ թանկ է մարդը, եւ նրան փրկագին տալը, ով կարա փրկագին տա մարդուն մեղքի ծանրություն իր վրա վերցնի եւ մարդուն փրկի, մարդուն գնի, ասենց ասած, փրկագին տա։ Եվ Սաղմոս 49:7-ից 9 համարները կարդամ, մարդը չի կարող իր եղբորը փրկել եւ ոչ նրա փրկանքը տալ Աստծուն, որովհետեւ թանկ է նրանց անձերի փրկանքը եւ հավիտյան գդաթարեն, հավիտյան մարդը պիտի ասենց ասած կորուստ գնար, թեև հավիտյան ապրի եւ ապականություն չտեսնե, թեև հավիտյան ապրի եւ ապականություն չտեսնե, մարդը հավիտյան պիտի դադարեր, փրկագին տրվի, որ մարդը ապրի հավիտյան, ով կարա դա անի, բայց ուշադրություն դարձրեք, այդ փրկագինը ում պիտի տրվեր, Աստծուն, արդարության պահանջը պահանջողն հենց ինքն Աստված է, արդարության պահանջը սա էր, մեղքի վարձ պիտի հատուցվի, մարդու գին պիտի վճարվի, միայն դա կարող էր անել Աստված, եւ Աստծո անձերից մեկը որոշված ժամանակին որդի դիրք ընդունեց, հորից դուրս եկավ եւ որդի դիրք ընդունեց, եւ ժամանակների մեջ էլ որոշված Աստծո հորից որոշված ժամանակում կնոջից ծնվեց, Մարիամից ծնվեց Քրիստոսը եւ արդար ապրեց իր ամբողջ կյանքով, արդար ապրեց, մի հանցանք չգործեց, որ ինք արժան լիներ անեծքի, մահվան դատապարտելի, մի արարք չգործեց, բայց դատապարտվեց մահվան, անեծքը կրեց, որովհետև մարդկության մեղքի պատիժն իր վրա վերցրեց։
Փրկություն շնորհեց մարդուն, հատուցեց ամբողջ գինը մարդու, մեղքերի թողության բեռը այդ հարցը լուծեց, իր վրա վերցրեց մեղքերի թողության այդ պարտքը, ամբողջ պարտքը իր վրա վերցրեց, մտավ մահվան մեջ, որոշված էր, այդպես էր, մեղքի վարձքը մահ է, մահ պիտի կրի փրկողը, մտավ մահվան մեջ, սակայն մահը նրան վրա իշխանություն չէր կարողանալ ունենալ, որտև անձնական կյանքով, իր ապրածով սուրբ եւ արդար էր։ Իր արդարության պատճառով նա բանտից դուրս եկավ, մահվան բանտից եւ մահից դուրս գալով ցույց տվեց, որ իրեն հավատացողների, ասենց ասած, պարտքը վճարված է, հատուցված է ամբողջ պարտքը, մեղքերի թողության պարտքը հատուցեց։ Նաև Հիսուսն ասում էր. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Հովհաննեսի ավետարան 11:25 համարում ես եմ հարությունը եւ կյանքը։ Ոչ միայն հարության արժանացնի իրեն հուսացողին, նաև կյանք տա, ով կարող է այդ արտահայտությունը անել։ Նա ով կյանք ունի իրենում։ Մարդը չի կարող այդպես ասի, ես եմ կյանք, ես կարող եմ քեզ կյանք տալ, ապահովել քո ապագան, ինչ էր ասում այստեղ, մարդը հավիտյան պիտի դադարեր, եւ եթե փրկագին տրվի, պիտի տրվի նաև, որ հավիտյան ապրի, գոյություն ունենա, այդ փրկագինը տրվի Աստծո առաջին ոչ միայն կորուստ չգնա, այլ թեև հավիտյան ապրի եւ ապականություն չտեսնի, կյանք ունենա։ Քրիստոս արեց այդ ամենը։ Մեզանից ինչ էր պահանջվում։ Աստված իր միածին որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Պահանջվում էր հավատալ։ Հավատով մարդը ընդունի։ Եվ Եփեսացիս նամակում 2-րդ գլխի 8 համարում, այսինքն 7-8 համարները, 8-րդ համարը միայն, որ շատ շեղվեմ, 8-րդ համարն եմ կարդում, որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Փրկությունը Աստծուց նվեր է մարդուն, շնորհ։ Աստծո միայն Աստծո շնորհված այդ հնարավորությունով դու կարող ես փրկություն ունենալ։ Եվ այդ փրկությունը դու վերցնում ես հավատքով։ Հավատքը նմանեցրեց այստեղ ձեռքի, ինչպես մարդը ֆիզիկական իր ձեռքով վերցնում է բաժակ ջուր է խմում, հացն է վերցնում ուտում, հավատքով փրկությունն է ընդունում։ Սա մեծ բան է, որ ունի մարդը պարգև Աստծուց։ Սա էլ է պարգև, հավատալն էլ է պարգև, փրկությունն էլ է պարգև, Աստծուց պարգև։ Ուրեմն փրկությունը շնորհված է Աստծուց, Քրիստոսի հաշվին, հավատքի ձեռքով ես դու դա վերցնում։ Սա 9-րդ համարում ասում է, սա գործերից չէ, ոչ թե գործերից փրկվեցիք, որ մեկը չպարծենա։ Գործերով չէր փրկությունը, այսինքն ուշադրություն դարձրեք, հավատացյալ մարդը ունենում է արդարության գործեր։ Դա եւ բնական է։ Օրենքը պահելու այդ ճանապարհով պիտի գնա, եւ դա նորմալ է։ Եվ եթե մարդը նորից անիրավության մեջ գնա, օրենքի ցույց տված արդարությամբ չգնա, նորից մեղանչի, արգելված արարքներ կանի եւ նորից կապականի իր կյանքը։ Ճիշտ է։ Օրենքը ցույց է տալիս ճանապարհը, ինչպես ապրի մարդը, օրենքը նաև ցույց էր տալիս մինչև քո Աստծուն դառնալը, քո մեղավորությունը։ Բայց եթե մարդիկ այսպես են խոսում, ասում են, օրենքը պահելով պիտի փրկվես, հարց ենք տալիս մարդկանց, ինչպես է քո խաղաղություն, որ ունես փրկված լինելու այդ հիմքդ, ասում է, դե մարդը պիտի արդար գործի, արդարություն գործի, չգողանա, շնություն չանի, արդարության մեջ գնա, կարճ ասած ասում է, օրենքը պահի, որ փրկվի։ Լավ, հարցնում եմ, եթե մարդը գողություն է արել արդեն, մեկն էլ շնություն է արել, մյուսն էլ մարդ է սպանել, հիմա եթե արդարություն արեց, օրենքը պահեց, կփրկվի, իր արդեն գործած մեղքը ինչ պիտի լինի։
Արդեն գործած մեղքեր ունի մարդը։ Դե ասում են նորից կրկնում են նույն բան, դե պիտի արդարություն անի, չէ, որ ապրի։ Շատ մարդիկ էլ այսպես են մտածում, որ շատ արդարություն որ անի, գոնե կծածկվի են գործած մեղքերը։ Մեղքի վարձքը մահ է։ Վերջացավ։ Բացատրում է այսպես խոսքը, հայտնում է այսպես, մեղքի վարձքը մահ է։ Ուրիշ բացատրությունները մոլորություններ են։ Եվ եթե մեղավորը, մարդը մեղքը իր վրա մեռնի, պիտի չապրի, դատապարտության գնա, մեղքը տանում է դատաստանի, երբ որ Հիսուս Քրիստոսին Տեր ընդունեցիր, դու փրկվեցիր դատաստանից մեղքի, փրկվեցիր կորստից, հավիտենական կորստից փրկվեցիր, նաև արժանացար հավիտյան ապրելու, կյանքի արժանացար, բայց օրենքը պահելով չես կարա դա ունենաս, դա էլ է հավատ, գիտեք, օրենքը պահելով կապրես, բայց սխալ հավատք է։ Դա փրկության համար չի, օրենքը շատ կարևոր է մեզ համար, սուրբ է եւ բարի, օրենքը ցույց է տալիս մարդու մեղավոր լինելը։ Եթե օրենքը ցույց չտար մարդուն մեղավոր լինելը, մարդը չէր էլ փրկվի, այսինքն իր մեղքերով կապրեր, հավատացած եղեք, գազանություն էր լինելու երկրի վրա, եթե Աստծո սուրբ օրենք չլիներ։ Մարդիկ ինչ աննորմալություն ասես կանեին ու չէին տեսնի, որ իրենք վատ են վարվում։ Նույնիսկ մեկը մյուսին կասին ինչու մեր նման չես վարվում։ Հիմա էլ մարդիկ այդպես վարվում են։ Բայց օրենքն է, Աստծո օրենքն է, որ ցույց է տալիս որն է մեղքը։ Եվ այսօր մենք Քրիստոսին ընդունելով փրկություն ենք ունենում։ Հիսուսի հաշվին ունեցանք փրկություն։ Օրենքը չբուժեց մեզ, չփրկեց, ցույց տվեց։ Նմանապես, եթե օրենքը պահես, բազում մեղքերը չեն թողվի։ Կամ այսպես նայեք, միևնույն է դու օրենքը ամբողջ օրենքը չես կարող պահել։ Էլի տգիտությամբ, միամտությամբ, պատահականությամբ են ազնիվ, անկեղծ ընտրած մարդը էլի պատահում է, որ սխալվում է։ Դարձյալ Քրիստոսի կարիքը ունի։ Կամ մեկ այլ սխալ բացատրություն, որ կարծես բերում են մարդիկ, որ Հիսուսին հավատալով, ապաշխարելով փրկության փոխարինող բացատրություն։ Ասում են, Աստված է մարդուն պիտի փրկի։ Խնդրում եմ Աստված ջան, այս մեղքը գործել եմ, խնդրում եմ ինձ ազատիր, փրկիր այս մեղքից, բայց գնում են ուրիշ մեղավոր ճանապարհի մեջ։ Ասում է, ամենը թողնում են Աստծո վրա։ Միայն Աստծո վրա, Աստված ինձ պիտի ապաշխարություն տա, Աստված ինձ սխալ ճանապարհից հանի ճիշտ ճանապարհի մեջ դնի, փրկություն շնորհի ինձ։ Էդի ռոբոտներն են, պես որ մարդու ուղեղում ինչ որ ծրագիր փոխես, մարդը ինքը սկսի այդ ծրագրով ապրել։ Դա էլ է կարծես թե հավատք, բայց սխալ հավատք է։ Եղել է մարդ, որ եկել է հավաքույթի, բայց արդարության ճանապարհը չի բռնել։ Մի հանցանք է գործել, սխալ արարքի մեջ է, հարատևում է շնության մեջ, այսպես ասեմ։ Եվ երբ որ հանդիմանում են, դե ասում ախր եղբայրներ ջան, զղջում եմ, խոստովանում եմ, ասում դե Տերը պիտի ազատի։ Կարծես ինքս թե անելիք չունի։ Մի օր մի Աստծո մարդ հանդիմանում է եւ ասում է. դու եթե նորից կրկնեցիր այդ մեղքդ, ծանր դատաստան պատիժ պիտի կրես Աստծուց։ Հասկանում է, որ սա վճռական պահ էր իր համար։ Հասկանում է եւ ետ քաշվում։ Իրական դեպք եմ պատմում։ Ետ է քաշում այդ չարությունից, վախենալով, հասկանալով, որ իրականում Տերը պատժելու է իրեն։ Աստված այդպես Տիրոջ միտքն էր սա։ Այդ ո՞նց եղավ, որ ետ քաշվեց մեղքից։ Այսինքն այն ժամանակ էլ, երբ որ զղջում էր, Աստված կարողություն տալիս էր մարդուն, որպեսզի մեղքը չգործի, բայց իր գիտակցությամբ, իր ընտրությամբ գնում էր նորից այդ սխալ ճանապարհի մեջ էր մտնում։ Ինքն էր դա անում, բայց ինքնարդարացման համար, այսպես ասում, դե Աստված պիտի մարդուն ազատի։ Նույնիսկ մեր ներքնաշխարհի մեջ բարին ընտրելու համար Աստված իր բաժինը ունի, մենք էլ մերը։ Մենք ռոբոտներ չենք, որ անկախ մեզանից մենք անենք մի բան
որ մեր ընտրությունից չի, այդպես չի։ Մի դեպք եմ պատմում, տեսեք, Գործք առաքելոցից 16-րդ գլխից կկարդամ, սա 16-րդ գլխի 13-ից 15 համարներն էր, Պողոս առաքյալի ժամանակներում, որ գործում էր, շաբաթ օրը քաղաքից դուրս գնացինք դեպի գետը, ուր որ սովորեինք աղոթք անելու, եւ նստած խոսում էինք ժողոված կանանց հետ։ Մի կին անունը Լիդիա, ծիրանավաճառ, թիվադիր է քաղաքիցը, Աստվածավախ էր, լսեց, որի սիրտը Տերը բացեց, որ Պողոսի խոսքերին մտիկ տա, այսինքն նայի Պողոսի խոսքերին ուշադրություն դարձնի։ Եվ երբ որ նա եւ իր տունը մկրտվեցավ, աղաչեց ասելով. Եթե ինձ Տիրոջ հավատացած համարեք, մտեք իմ տունը, մնացեք եւ ստիպեց, որ տանի իր տուն եւ հյուրասիրի նրանց։ Ես կուզեմ ձեր ուշադրության դարձնել այս պահին։ Ասում է, երբ որ Պողոսը խոսում էր, Տիրոջ ներգործությունն էր այդ կնոջ վրա, սիրտը բացեց, որ ուշադրություն դարձնի Պողոսի խոսածածներին, մտածի այդ խոսքերի վրա։ Տիրոջ ներգործությունն էր։ Սա Տիրոջ գործն է, բայց շարունակությունը մարդու գործ է, չէ, այդ մտածածի հետ կապված, հասկացավ ինչ է պահանջվում իրենից։ Պողոսը խոսում էր, ներկայացնում Աստծո փրկagorցության ճանապարհը, փրկությունը, Քրիստոսի խաչի գործը, ինչպես պիտի մարդ այդ փրկությունը ընդունի, բայց եթե մարդ այդ լսածին համեմատ իր քայլերը չանի, անպտուղ կմնա։ Նա փրկություն չի ունենա։ Այդ լսածը անպտուղ կմնար։ Այս կինը երևում է, որ խոնարհվեց, ապաշխարեց, նույնիսկ իր ընտանիքին դրդեց, օգնեց, որ ապաշխարեն, եւ մկրտվեցան Տիրոջ անունով եւ ինքը եւ իր ընտանիքը։ Սա կարճ է գրված, բայց հասկանալի է, ինչու հասավ մկրտության, որովհետեւ այդ քայլերը կատարեց նա։ Լսածի համեմատ Աստծո պահանջի համեմատ իր քայլերը կատարեց։ Այնպես չէ, որ մարդը ամեն ինչ թողնի Աստծո վրա։ Եթե դու քո Աստծուց շնորհված այդ օրհնությունը, օգնությունը թողեցիր, նորից գնալու ես մեղքի ճանապարհով։ Այսպես մի բան, կարծես օգնի քեզ դու կամենաս անել Աստծո կամքը։ Ամբողջ սիրտը ձգտումները, փափագները դեպի մեղքն են։ Աստծո ներգործությունը սա է, որ ազատի քեզ այդ գերությունից, որ դու կարողանաս ընտրել արդարը։ Այն, որ սիրտդ կապված է ինչ-որ մեղքի հետ, ազատվես դրանից, ներգործում է Աստված, բայց միևնույն է, դու քո կամքով համաձայնություն պիտի տաս Աստծո, այսպես ասած, այն դրված կամեցողությանը, որ քո մեջ դրել է արդեն։ Այդ համաձայնությունը պիտի տաս, որ դու գնաս արդարության ճանապարհի մեջ, թե չէ չես գնա, չես փոխվի։ Այս կինը, որ մտածեց Պողոսի խոսքերի վրա, պարզ է, որ իր սրտում այդ որոշումը կայացրեց ընտրելու Աստծո կամքը եւ Աստված զորացնում է մարդուն, որ այդ ընտրությունը հաստատ կարողանա կատարել։ Եվ մարդը իր որոշումով, իր ընտրությունով կատարում է Աստծո կամքը։ Աստված օրհնի ձեզ, ժողովուրդ ջան։ Այսինքն, այսպես են, տեսնում ենք, որ Քրիստոսով փրկվեցինք մենք։ Հիսուս Քրիստոսին հավատալով ենք փրկվում։ Աստված մեզ ազատում է մեղքի գերությունից, որ մենք կարողանանք Հիսուսին հավատալ, նա որ խաչվեց մեզ համար, ընտրել արդարությունը եւ հետևել նրան։ Այլ ճանապարհ չկա մարդուն փրկություն ունենալու համար։ Բայց մեկ այլ ճանապարհ են մարդկանց առաջարկում, որ շատ վտանգավոր է։ Ինչու՞ է վտանգավոր, որ նման է, գիտեք, ճշմարտության, նման է, կարծես էլի հավատքի խոսքեր կան, Քրիստոսի անուն կա, եկեղեցական ավանդություններ։ Ավանդություններ, որ նույնիսկ Սուրբ գրքում կան։ Օրինակ ջրով մկրտությունը, տեսեք։ Ջրով մկրտությունը Տիրոջ պատվերն է եւ շատ կարեւոր ակտ է, որ մարդը հավատքով ընդունում է Տիրոջ անունով մկրտվելը։ Բայց եթե
Մարդը դեռ ապաշխարած չի, դարձած չի Տիրոջը, մարդուն մղում ենք, որ մկրտվի, մարդը մկրտվում է, իբրև թե դարձավ քրիստոնյա, մարդը դեռ ապաշխարած չի, ուշադրություն դարձրեք։ Այդ մկրտություն Աստված չի ճանաչի մկրտություն։ Սակայն մարդու վրա բացասական ազդեցություն է թողնում, որովհետև ինքը բավարարված է զգում իրեն, ես արդեն մկրտվել եմ։ Մկրտվում է հավատքով փրկությունը ընդունած մարդը, Հիսուս Քրիստոսին մեկացած մարդը։ Ես ընդունեցի Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Նա իմ մեղքերը իր վրա կրեց, խաչը բարձրացավ։ Հավատքով ընդունում եմ, որ իմ մեղքերը ոչ միայն ամբողջ աշխարհի, նաև իմ մեղքերն է Քրիստոս իր վրա կրեց։ Նա մեռավ իմ փոխարեն։ Իմ մեղքի պատիժը հատուցեց Տերը։ Մտավ մահվան մեջ, կարծես ես հավատքով մեկացած նրան, նրա հետ մեռա։ Որպես մեղավոր նրա հետ մեռա եւ Քրիստոս հարություն առավ, մենք էլ որ հավատքով նրա հետ մեկացած ենք, նրա մահվանը մեկացանք, հարությանն էլ մեկացանք։ Եվ որպես հարություն առած Քրիստոսով տեսնում եմ պարտքս վճարված, որովհետև եթե Հիսուս հարություն է առել, ուրեմն պարտքերս ամբողջ հատուցել է։ Նաև այսպես ասած, մենք էլ հարություն առանք նրանով որպես նոր մարդ։ Մկրտությունով դավանում եմ նրա հետ իմ արդեն հավատքով մեկացած լինելը։ Մկրտությունով դավանում եմ, որ ես թողել եմ հին կյանքը, մեղավոր կյանքը, ապաշխարել եմ, դարձել եմ Հիսուս Քրիստոսին։ Կարծես ջուրը մտնելով դավանում եմ, որ ես որպես մեղավոր ընթացք ունեցող մարդ մեռա այս աշխարհի համար, ջրից դուրս գալով նոր կյանքի, նոր ընթացքի ապրելու ընթացքի մեջ եմ ես արդեն, որպես նոր մարդ։ Հինը անցավ, ես նոր մարդ եմ։ Ընտրել եմ նորը, ես հավատքով մեկացած Քրիստոսին նոր մարդ եմ։ Եվ եթե մարդը հավատքով չունի Քրիստոսին, ասենց ասած մեկացած լինելու այս դավանությունը, այլ մկրտվում է իբրև փրկվի, դա փրկություն չէ, դա փրկության ճանապարհ չէ։ Փաստորեն կդառնա խաբկանք։ Մկրտությունը դարձավ խաբկանք։ Երբ որ մարդը չէր ապաշխարել, չէր դարձել Քրիստոսին, հին մարդը խաչ չէր հանել, այսպես ասած, նրա մահվան եւ հարության հավատքով չէր մեկացել, այդ գիտությունը չուներ, այդ կրթությունը չուներ, որ դավաներ, հապա ինչ էր մկրտությունով ասում։ Մկրտությունով դու սրտում եղացած հավատքն ես ասում, դավանում, այսպես ասած, Աստծո հրեշտակների եւ մարդկանց առաջին։ Կան այդպես էլի տարբեր ծիսակատարություններ, որոնք կարող են փափուկ բարձի պես մարդու գլխի տակ դրվեն եւ մարդուն շեղեն։ Կա մեկ այլ խաբկանք, որ Հիսուսին հավատալով փրկությանը փոխարինում են։ Մարդիկ ասում են, եթե մեկը ծնվել, մեծացել է հոգևոր միջավայրում, հոգևոր ընտանիքում, ինքը փրկված է։ Այսպիսի հասկացողություն կար։ Մի կնոջ հետ խոսում էի, երբ որ հանդիպեցի իրեն, տարեցկին էր եւ շատ վատ վիճակում էր, հիվանդ էր, բայց միտքը արթուն, Աստված ողորմել էր, որ հասկացողությունը տեղը լինի։ Երբ որ նրա հետ խոսում էի, ասում էի Հիսուսին Տեր պետք է ընդունես։ Հիսուսին հավատաս, բոլորս էլ, ամենքս էլ մեղանչել ենք։ Դուք էլ եք մեղանչի, ես վիրավորելու համար չեմ ասում, իրականություն եմ ասում։ Առանց Հիսուսի մեղքի թողություն չես ունենա։ Ասեց, գիտես ինչ։ Այդ քո ասածների կարիքը ես չունեմ, իմ պապին քահանա է եղել։ Իմ պապը քահանա է եղել։ Մենք էլ, իմ ընտանիքն էլ, բոլորս էլ մենք փրկված ենք, իմ պապին քահանա է եղել։ Ասեմ, որտեղից ես այդ միտքդ վերցրել։ Որտեղից։ Դու եթե պապին քահանա է եղել, կամ այսօր սենց ասենք։ Եթե ես հավատում եմ Աստծուն, ուրեմն իմ երեխան արդեն փրկված է, հասել է չափահասության, իր գիտակցությունը ունի, իր, ասենց ասած, արդարությունը ընդունելու, մերժելու
ձևավորվել այդ գիտակցությունը, ճանաչողությունը ունի, եւ եթե նա ինքը չանի այդ ճանաչողությամբ ընտրություն, նա չի փրկվի, անչափահաս չի, փոքր չի, որպես գիտություն չունեցող Աստված նրան փրկի, դա չափահաս է, պիտի ապաշխարի, հետո ինչ որ իմ զավակն է, ամեն մարդ իր ընտրությամբ, իր ապաշխարությամբ գալիս է Աստծո առաջին, Հիսուսին Տեր է ընդունում, փրկություն ընդունում, ասում է չէ, իմ պապին, քանի որ հոգևորական է եղել, քահանա է եղել, մենք փրկված ենք, ես Հիսուսին ընդունելու կարիք չունեմ, ասում լսիկ, որպես քահանա ում էր ծառայում, Քրիստոսին, այն Քրիստոսի մասին եմ խոսում վերջը, որտեղից ես վերցրել ես մոլորությունը, ինքնախապեյություն, հասկանում ես ուր ես գնում, առանց Քրիստոս, կորուստ ես գնում, այսպիսով, տեսեք, ամեն անձ, որ գիտակցություն է արդեն արթնացել, հասունացել, թեկուզ լինի պատանի, պահանջում է Աստված իր գիտակցության համեմատ քայլեր կատարի, ապաշխարի, դառնա Աստծուն, հավատք գործադրի, որ կորուս չգնա, այլ ճանապարհ չկա, եթե հույսը դրել է իմ երեխան իմ վրա, իզուր է հույս դրել, ես չեմ կարող ասել, ես եմ հարությունը և կյանքը, ես դա չեմ կարող ասել, իմ կյանքը, իմ հարությունը տեսնում եմ Քրիստոսում, և ուզում եմ, որ իմ երեխան էլ այդպես դառնա Աստծուն, ամեն մարդ անձամբ իր ապաշխարության քայլերը պիտի կատարի, իր ընտրությունը կատարի, իր հավատքը բերի Քրիստոսի հանդեպ և լիարժեք Հիսուսին Տեր ընդունելով ունենա հավիտենական կյանք։ Եվ եթե ես դարձել եմ Աստծուն, իմ որդին չի դառնում Աստծուն, թեկուզ ներկայացնում եմ Աստծո մասին, բացատրում եմ նրան, եթե չի դառնում Աստծուն, ես անպարտ եմ։ Բայց եթե ես լինեմ վատ օրինակ, սխալ կրթություն տամ իմ երեխային, սովորեցնեմ նրան կեղծ հոգևոր դառնա, ձևական հավատացյալ լինի, անիրավություն անի, գողություն անի եւ ասի, բռնվի ասի, եղբայրն ջան, Տեր ընձիների, ճիշտ եք հանդիմանում ինձ, բայց վաղնորի շարունակի։ Նա կորուստ կգնա ու ես էլ մեղադիր կլնեմ, կարան ինձ էլ մեղադրեն, ասեն, ինչի երեխայի չար ճանապարհի մեջ մղեցիր, ինչի կորուստի ճանապարհի մեջ մղեցիր, դա հավատացյալի վարք չէր, որ դու արեցիր, բայց եթե ես ցույց տամ իմ զավակին ճշմարտության ճանապարհը, Քրիստոսն է խաչվել քեզ համար, նա է քո փրկիչը, դու պիտի ապաշխարես եւ ընդունես Հիսուսին Տեր ու ապաշխարելով այդ փրկությունը, Հիսուսին հավատալով փրկություն ունենաս, բայց նա եթե դա չանի, ես անպարտ եմ։ Եթե մեղավոր ճանապարհով գնամ, մարդիկ ինձ մեղադրեն, սխալ են մեղադրում։ Սխալ են մեզ մեղադրում այդ դեպքում։ Հասկանալի է, Տերը ձեզ օրհնի, նմանապես մի որդի արդարության գնա, հայրը սխալ ճանապարհի մեջ գնա, որդուն մեղադրեն, ինչու հայրդ սխալ ճանապարհի մեջ է գնում, դու քրիստոնյա ես, չես կարող իրան ասես, ուղղես, ամեն մարդ ինքը անձամբ իր ընտրությունը պիտի կայացնի, իր ընտրությունը պիտի կայացնի, փրկությունը դա այնպես չի, որ դու ժառանգեցիր կամ ես իմ ինչ մի ճանապարհով ձեռք ես բերում, Հիսուսին հավատալով ես ձեռք բերում, Հովհաննեսի նամակից կկարդամ առաջին գլխի 11-ից 13 համարները, Քրիստոսի մասին է խոսում, որ իրենների մեջ եկավ, այսինքն որպես ազգից հրյաների իրենների մեջ եկավ, իրենները նրան չընդունեցին, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ արյունից, ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդու կամքից, այլ Աստվածանից ծնվեցան։ Տեսնում եք, Հիսուսին հավատացին, Հիսուսի անունին հավատացին, որպես փրկիչ, որպես Աստծուց ուղարկված Տեր հավատացին, արժանացան Աստծուց ծնվելու, եւ այս ծնունդը մարմնից չէ, մարմնի կամքից չէ, արյունից չէ, այսինքն գենից էլ չի, որ պապին քահանա էր, ինքն էլ այդ գենով դառավ փրկված, դա էլ չէ, անձամբ Հիսուսին Տեր ընդունելով է փրկությունը, նրա անունին հավատացին, այսպես ասենք,
Մենք չենք ասում Հիսուսին Տեր, ուղղակի ինձ տիրություն արա, ես իմ ուզած ձևով ապրեմ, ինձ փրկիր եւ վերջ։ Տեր ճանաչելը նաեւ դու ես ինձ առաջնորդողը։ Դու ես ինձ իմ կյանքում թագավորողը եւ քո տիրույթում եմ, պատկանում եմ քեզ, նաեւ քո որպես Տեր խոսքը ինձ համար առաջնորդություն է։ Սա է Հիսուսին ընդունելը, նրա անունին հավատալը։ Աստված մեզ օրհնի, ոչ մի օտար ճանապարհ փրկություն չի լինի մեզ համար։ Օրենքը սուրբ է, օրենքը պահելով ուզենաս փրկվես, միևնույն է մեղքերի թողության չես արժանանա։ Բայց օրենքը քեզ պետք է, դա չի նշանակում պետք չի։ Կամ եթե ամեն բան թողնես Աստծո վրա, դե Հիսուս Աստված ինձ պետք է փրկի, այս մեղքից ազատի, այն մեղքից ազատի, քո ընտրությունը, հավատքով ընտրությունը, որ Քրիստոս Տեր ես ընդունում, դրա մեջ կա նաև արդարության ընտրություն։ Արդարության ճանապարհ ընտրելը, չարությունը մերժելը, քո ապաշխարության քայլերը կա։ Կամ եկեղեցական բոլոր ավանդությունները, դրանք հիշեցնում են Սուրբ գրային կարևոր հարցեր։ Հիսուս Քրիստոսի մահվանը մեկացա, հարությանը մեկացա։ Սակայն դրանք չեն փրկի, եթե դու այդ հավատքով, այդ մեկացած լինելդ Քրիստոսի խաչի գործին չունես։ Եթե քո հայրը, մայրը Հիսուսին Տեր են ընդունել, պատկանում են Աստծուն, սրտանց ծառայում են Աստծուն, եթե դու չապաշխարես, փրկություն չես ունենա։ Ամեն մարդ իր քայլը պիտի կատարի, դառնա Տիրոջը, Հիսուսին Տեր ընդունի։ Աստված մեզ օրհնի, աղոթք անենք։